Ապրիլին ոսկեպարը հանձնելու են Ադրբեջանին, տավուշցիները պատրաստվում են գործողություններ սկսել։ Դեռ հունվարին Մեդիահաբը գրել էր, որ տավուշցիների շրջանում համառ խոսակցություններ են, թե ապրիլին սահմանազատելով պետք է հասնեն ոսկեպար եւ որ ինչ-որ գործընթաց է տեղի ունենում հայ-ադրբեջանական սահմանին։ Հաշվի առնելով վերջին օրերին ադրբեջանական կողմի ապատեղեկատվական գրոհը, Մեդիահաբը կապ հաստատեց տավուշցի ակտիվիստ Կարեն Ղազարյանի հետ, որից հետաքրքրվեցինք, թե ինչ իրավիճակ է սահմանին, ինչ գործընթացներ ու զարգացումներ կան իրենց տարածքում։ Սահմանազատում եւ սահմանագծում անվան տակ կրկին հանձնելու են, ամեն ինչ պատրաստ է, որ գործընթացը սկսեն։ Մինչև ապրիլի 15-ը զիջումներ են լինելու, հանձնելու են վերին ոսկեպար կոչվող տարածքը, ոսկեպար բնակավայրը, որտեղ ժողովուրդն է ապրում, մոտ 5-ից 6 տուն, մոտենալու են դպրոցին։ Իսկ Բերքաբերի հողերը, որ իբր պետք է Ադրբեջանը վերադարձնի, չեն վերադարձնի։ 1200 հեկտար տարածք է, որ այս պահին Ադրբեջանի ձեռքում է, նշեց Ղազարյանը։ Ոսկեպարցիների զգալի մասը, ինչպես նշեց մեր զրուցակիցը, դեմ են սահմանազատմանը եւ պատրաստվում են լուրջ գործողություններ սկսել։ Հարցին, թե ինչ վիճակ է տավուշում այսօր, մասնավորապես կրակոցների մասին կեղծ լուրերի ֆոնին, Ղազարյանը նշեց, որ իրավիճակը սահմանին նորմալ է, հանգիստ է։